Ձին, սփռոցն ու եղջերափողը, ռուսական ժողովրդական հեքիաթ։ Եղել է մի պառավ, ունեցել է մի անխելք տղա։ Մի անգամ անխելքը 3 սիսեռի հատիկ գտավ, տարավ արտում ցանեց։ Սիսեռը, որ ծլեց, վրան պահակ կանգնեց։ Մի օր տեսավ կռունկն իջել սիսեռը կծում է, թաքուն մոտեցավ ու կռունկին բռնեց։ Հա, ասավ, հիմի ո՞նց ես, ես քեզ սպանեմ։ Կռունկը թե, չէ, ինձ մի սպանի, ես քեզ լավ նվեր կանեմ։ Դե տուր, ասավ անխելքը։ Կռունկը նրան մի ձի տվեց ու ասաց. հենց որ փող պետք լինի, ձիուն ասա հոպ, ուզածդ փողը վերցրու ու ասա հայդե։ Անխելքը ձիուն հեծավ ու ասավ հոպ, ձին արծաթ կտրեց ու ցրիվ եկավ, սա ծիծաղեց, հետո ասավ հայդե, ասավ չասավ, արծաթը ձի դառավ ու կանգնեց տեղում։ Անխելքը կռունկին գնաց բարով արավ, ձին քաշեց, բերեց տուն, մորը պահ տվեց։ Այ մեր, հանկարծ չասես հոպ, կասես հայդե, ու թողեց գնաց սիսեռի մոտ։ Մայրը երկար միտք արեց, էս ինչի էս խոսքերն ասավ, ու ինքն իրեն թե արի ասեմ հոպ, տեսնեմ էս ինչ բան է։ Ու ասաց թե չէ, ձին արծաթ դարձավ ու շաղ եկավ։ Պառավի աչքերը բեցին տվին, շուտ փողը սնդուկը լցրեց ու ասաց հայդե։ Իսկ էդ արանքում անխելքը նորից սիսեռի վրա կռունկին բռնացրեց ու նորից դեմ տվեց, թե կսպանի։ Կռունկն էլ ասաց. ինձ մի սպանի, ես քեզ նվեր կանեմ, ու մի սփռոց տվեց։ Հենց որ սովես, ասա բացվիր, որ կշտանաս, ասա փակվիր։ Անխելքը տեղն ու տեղը ասավ բացվիր, սփռոցը բացվեց, կերավ, խմեց, ասավ փակվիր, սփռոցը փակվեց, վերցրեց, բերեց տուն։ Այ մեր, էս սփռոցին չասես բացվիր, կասես փակվիր, ու թողեց գնաց իր սիսեռատեղը։ Մայրն էլ սփռոցին նույնն արեց, ինչ որ ձիուն, ասավ սփռոց բացվիր, ու քև կերուխում արեց, պրծավ, ասավ փակվիր, դե սուփրան էլ փակվեց։ Անխելքը նորից սիսեռի վրա կռունկին բռնեց, այս անգամ կռունկը նրան մի եղջերափող տվեց, թռավ ու վերևից ասավ. Անխելք, ասա փողից դուրս։ Անխելքը իր պակաս խելքից ասավ. փողից դուրս։ Փողի միջից 2 աժդահա դուրս եկան ու դագանակներով սկսեցին անխելքին ծեծել, այնքան թակեցին, որ խեղճը ձեռ ու ոտից ընկավ։ Կռունկը վերևից ձայնեց. հողից ներս։ Աժդահաները ենթարկվեցին։ Անխելքը եկավ տուն ու մորն ասավ. այ մեր, հանկարծ չասես փողից դուրս, կասես փողից ներս։ Հենց տղան գնաց, մայրը դուռը փակեց ու ասաց. փողից դուրս։ Տեղն ու տեղը աժդահաները փողից դուրս թռան ու սկսեցին դագանակներով պառավին խրատել։ Պառավի գոռգոռոցը անխելքը լսեց, վազեց եկավ, տեսավ դուռը փակ է, դռնից գոռաց. փողից ներս, փողից ներս։ Պառավը ուշքի եկավ, դուռը բացեց, անխելքն ասաց. այ մեր, քեզ չասացի, որ էդ խոսքը չասես։ Մի օր էլ անխելքը որոշեց քեֆ սարքել, բոյար պարոններին հյուր կանչել։ Նոր էին սրանք եկել, բազմել, անխելքը ձին ներս բերեց ու ասաց.
Հոպ, ձիուկ, կանգ առ։ Ձին արծաթ կտրեց ու շաղ եկավ։ Հյուրերը սկսեցին փողը հավաքել ու գրպանները լցնել։ Անխելքն ասաց. «Հայդե»։ Ձին տեղումը կանգնեց, բայց դե ոչ չկար։ Հյուրասիրելու ժամը, որ եկավ, հանեց սփռոցն ու ասաց. «Բացվի՛ր»։ Սփռոցը տեղն ու տեղը փռվեց, վրան ուտեստներ ու խմիչքներ, սկսեցին ուտել, խմել, ուրախանալ։ Հենց քեֆները տեղը եկավ, անխելքն ասաց. «Փակվի՛ր»։ Ու սփռոցը փակվեց։ Հյուրերը սկսեցին անխելքին ծաղրել. «Էլի բան ցույց տուր, անխելք, դե էլի ցույց տուր»։ «Հրամեցեք», ասավ անխելքը, «ձեզ համար կարելի է», ու դուրս հանեց եղջերափողը։ Հյուրերն իրար հետ գոռացին. «Փողից դուրս»։ Որտեղից որտեղ դագանակներով տղերքը դուրս թռան ու տուր թե կտաս, ամբողջ ուժով էնքան թակեցին, որ սրանք գողացած փողերը հանեցին ու ետ տվին։ Իրենք էլ դես ու դեն փախան, գլուխներն ազատեցին։ Իսկ անխելքը ձիու, սփռոցի ու եղջերափողի տեր դարձած մոր հետ սկսեց ապրել ու կյանք քաշել։